Շնորհակալություն Գերաշնորհ Սրբազան հայր, հարգելի ներկաներ, սիրելի գործընկերներ, առաջին անգամը չէ, որ մենք անդրադարձ ենք ունենում եկեղեցու դերակատարմանը, հատկապես հայ առաքելական Սուրբ եկեղեցու դերակատարմանը, ընդհանրապես որպես կամրջող, որպես համախմբող մի ինստիտուտ Հայաստանի և Սփյուռքի միջև հարաբերությունների, այստեղ սեղանի ներկա են իմ շատ սիրելի գործընկերները, որոնք դիվանագիտական մեծ ու երկար ջանք ու եռանդով լի ճանապարհ են անցել և իրենց կաշվի վրա են հենց զգացել նույն եկեղեցու դերակատարումը, նեցուկ լինելը, սատարումը, աջակցելը իրենց ողջ գործունեության ընթացքում օտար պետությունների տարբեր մայրաքաղաքներում։ Այո, անշուշտ շատ հստակ է և անբեկանելի, որ եկեղեցին, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին հենքն է հենց հանդիսացել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների և հենց ինչու ոչ նաև ճարտարապետության Հայաստանի վերանկախացումից ի վեր, ես ուզում եմ սա շեշտել, շատ դեպքերում ասում են անկախացումից ի վեր, բայց մենք պիտի ֆիքսենք, արձանագրենք և ընդհանրապես այդ խոսույթը պիտի դուրս գա այդ անկախացումը, վերանկախացումն է եղել Հայաստանի, վերանկախացումից ի վեր բնականաբար եկեղեցին նույնպես օրնիբուն 24 ժամ 7 օր ռեժիմով լծվել է պետականաշինության սուրբ ու մեծ ու դժվարին գործին, էլ չասենք, թե ինչ նաև դերակատարում է իր վրա վերցրել ամրապնդելու կամ բացելու այն նոր հորիզոնները, Հայաստանի և Սփյուռքի, Սփյուռքյան տարբեր համայնքների միջև հարաբերությունները զարգացնելու, խորացնելու և պատահական չի եղել երբեք, որ մեր դիվանագետները կամ բարձրաստիճան դիվանագետները կամ դեսպանները երբ գործուղվել են երկարաժամկետ առաքելության տարբեր պետություններ, առաջինը բնականաբար այցելել են հենց եկեղեցի, էլ չասեմ, որ Երևանից դուրս գալուց առաջ բնականաբար առաջինը այցելել են հենց Վեհափար Հայրապետին օրհնությունը ստանալու և Վեհափար Հայրապետի կողմից նաև այն բոլոր խոստումները, որ ամեն ինչ կանի մայրաթոռը յուրաքանչյուր դեսպանի առաքելությանը աջակցելու և օգտակար լինելու համար և նամակներ են տարվել թեմակալ առաջնորդներին և թեմական խորհուրդների հետ հանդիպումների ժամանակ մշտապես խոսվել է դրա մասին։ Գիտեք, շատ դեպքերում եկեղեցին ինքը չի սիրել, այսպես ասենք, հանրայնացնել այն մեծածավալ աշխատանքը, որ իրենք տանում են օտար ափերում։ Սրբազան շատ բան չհնչի համեմատությունս, բայց այնուամենայնիվ դեսպանները պետության կողմից և թեմակալ առաջնորդները մայրաթոռի կողմից նշանակված նույն առաքելությանն են միտված Հայաստանի դիրքը միջազգային ասպարեզում ուժեղացնելու, անվտանգային մեխանիզմներից սկսած վերջացրած հումանիտար հարաբերությունները, համագործակցությունը տարբեր երկրների հետ և այդ իմաստով մենք իսկապես տասնամյակներով շատ սինխրոնիզացված աշխատել ենք մեր թեմակալ առաջնորդների հետ աշխարհի 4 անկյուններում։ Այո, շատ դեպքերում միգուցե և չի խոսվել դրա մասին, մենք ունեցել ենք նաև փակ հանդիպումներ, պայմանավորվածություններ, թե ինչպես կարող ենք քայլեր ձեռնարկել այն պարագայում, որտեղ պետությունը պիտի շատ ավելի այսպես low profile հանդես գա, համայնքները պիտի շատ ավելի ընդգծված լինեն կամ հակառակը։ Եվ էլ չասեմ, որ տարբեր պետություններում հենց եկեղեցիներն են, մեր ներկայություններն են, թեմերի առաջնորդներն են, որոնք պետության կողմից ճանաչվում են որպես համայնքի ներկայացուցիչներ և այդ իմաստով բնականաբար շատ ավելի
դյուրացվում է աշխատանքը պետական նաև տարբեր կառույցների հետ, թե գործադիր իշխանությունների եւ թե օրենսդիր իշխանությունների մասով։ Եկեղեցին միշտ հանդիսացել է որպես կապող օղակ, ինչպես համայնքի ներսում, այնպես էլ նույն նստավայր ունեցող պետություններում իշխանությունների հետ հարաբերությունների տարբեր ու զանազան առիթներով, բնականաբար այն հենասյուները, որ միշտ ունեցել են եւ կապված Արցախյան հիմնահարցի հետ, եւ ցեղասպանության ճանաչման հետ, եւ հայապահպանության հետ, եւ նաեւ համայնքների տարբեր աշխատանքների հետ, որտեղ դեսպանությունները իդեպ նաեւ մեծ աշխատանք են տարել հենց նույն եկեղեցու հետ համագործակցաբար, այսինքն պետությունն էլ իր կողմից ցույց է տվել իր նեցուկ լինելը եկեղեցական տարբեր ծրագրերի եւ այդ իմաստով մենք բազում, եթե չասեմ, հազարավոր հաջողության պատմություններ ունենք գրանցված։ Ինձ համար շատ իսկապես ցավալի է, որ մենք այսօր այս մղձավանջային, այս դժոխային երազում կարծես այս իրականության մեջ ապրելով, տեսնում ենք, թե ինչ կարշելի ոտնձգություն կա հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ եւ շատ պարզ է, այսինքն այս իմաստով ինչի համար է սա ձեռնարկված, այս կեղտոտ ու այլանդակ արշավը եւ դեպի ուր է տանում։ Այն ինչ որ այս 7 տարիներին հաջողվել է այս վարչախմբին, դա քայքայելը, պառակտելը, ջարդելը, մաքրելը, սրբելը, վերացնելը, մոռացնել տալը եւ նմանատիպ որքան կուզենաք կարող եք շարել։ Գեթ մեկ պատմություն չկա համահայկականության որևէ հաջողության մասով, success story եսի նկատի ունեմ այս 7 տարվա ընթացքում, որ կարելի է գոնե դա թողնել որպես մի այսպես գոնե երևացող ինչ-որ բյուրեղյա կաթիլ, որը չի ապականվել, ապականված է ամեն ինչ եւ շարունակաբար այդ ամեն ինչը շարունակվում է։ Երբ որ գալիս ենք նույն Հայաստան Սփյուռքին, իմ ասելով չի, որ ինչ հսկայական ներուժի պոտենցիալի, ինչ հսկայական զինանոցի մասին է խոսքը գնում։ Այսօր այս իշխանությունների թեթև ձեռքով նաև այդ զինանոցն է կորած։ Մենք ունենք պարադոքսալ մի իրավիճակ, երբ Սփյուռքում ճնշող մեծանասնությունը իր կատարած գործունեության համար անելանելի իրավիճակում է հայտնվել, լինի դա լոբիստական կազմակերպությունների մասով, համայնքային տարբեր միավորումների մասով, որ երբեք մեր պատմության մեջ մենք չենք ունեցել նմանատիպ պարադոքսալ իրավիճակ, երբ պետությունը գծում է մեկ քաղաքականություն, Սփյուռքի համայնքները բնականաբար եսի նկատի ունեմ առաջին հերթին հենց Արցախյան հիմնահարցի եւ ցեղասպանության հիմնախնդիրը, լրիվ այլ քաղաքականություն էլ չասեմ, որ գնալով արդեն այդ անտերի կարգավիճակով թողից ներեն մեր սփյուռքահայ քույրերը եւ եղբայրները, այդ անտերի կարգավիճակում թողնելու մոտավորապես ինձ վրա հույս չդնեք, որովհետեւ դուք ինձ պետք չեք եւ պետք կլինեք այն ժամանակ, երբ որ դուք կգաք եւ այդ խաչը կհանգուրեք։ Չի լինելու այդպիսի բան, պարզ պատճառով, որովհետեւ նմանատիպ փորձեր, այդպիսի ջղաձգումներ շատ թույլ անշուշտ եղել են եւ իրանք այսօր չկան եւ հիշարժան էլ չեն դրան անդրադարձ լինելու, բայց սա մի վտանգավոր միտում է հետապնդում, որ մենք իսկապես կորցնում ենք լրջագույն լծակներ Սփյուռքում եւ նաեւ նկատի ունենալով եկեղեցու բուն դերը համայնքներում եւ այդ ծանրակշռությունը, երբ այդ համախմբումը, հավաքը, համերաշխությունը հենց այո վերապահված էր եկեղեցում, նույնիսկ այն նուրբ երանգները, տարբեր խնդիրները եւ ներհամայնքային կյանքում եւ ինչու ոչ, պարզ խոսենք նաեւ դեսպանություն համայնքային որոշ կառույցներ կամ անհատների մեջ
եղած հարաբերությունները մշտապես եկեղեցու կողմից փորձել են այսպես ինչ-որ ձևով սրբագրվել եւ նաեւ ինչ-որ հաշտեցման կամ մերձեցման մեխանիզմներ մշակել եւ դա բնականաբար հաջողվել է, ինչի համար մենք իսկապես մշտապես երախտապարտ ենք եղել մեր թե հոգևոր առաջնորդների եւ թե եկեղեցասեր միությունների, եկեղեցուկից միությունների, բուն եկեղեցում կամ թեմական խորհրդում աշխատող տարբեր մեր քույրերի եւ եղբայրների։ Այս սա են հիմա ոչնչացնում, սա է պարակտվում եւ մենք գնալով, եթե այսպես բնականաբար շարունակվի, մենք զրկվելու ենք լրջագույն մի արսենալից, որ մի ինստիտուտից, ես համագործակցությունը նկատի ունեմ, հետագա հարաբերությունների կամրջման խնդիրների լուծումը նկատի ունեմ եւ այլն եւ այլն։ Ես խորապես համոզված եմ, որ այս վարչախմբին չի հաջողվելու այն այլանդակ պլանը, որ գծել են, մաքրելու եւ սրբելու ամեն ինչը կապված է ինքնության հետ, ազգայինի հետ, ինչը կարող է մեր ազգային օրակարգի առանձին բաղադրիչ լինել, չի լինելու դա, որովհետև ես առիթով ասել եմ եւ չեմ զլանա եւս մեկ անգամ կրկնվեմ, այդ դեպքում իրենք 3 միլիոն մոտ Հայաստանում եւ 8 միլիոնից ավել դուրսը այդ բոլոր մարդկանց արյունը պիտի փոխեն, որպեսզի հասնեն այդ իրենց գարշելի տարբեր նպատակների կյանքի կոչման։ Մենք մեր աջակցությունը եւ դիվանագետների համահայկական խորհուրդը եւ Էքսօրիենտե արևելագետների միությունը հայտնել ենք, որ կանգնած ենք եւ նեցուկ ենք եւ աջակից ենք Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ վեհապար հորը եւ խստագույնս դատապարտել ենք այն ամեն ինչը ինչ որ իրականացվում է ու կյանքի է կոչվում այս ապազգային իշխանության կողմից։ Ես Գերաշնորհ Սրբազան հայր այս առիթը օգտագործելով կուզենայի եւ ձեզ բնականաբար եւ Մայրաթոր Սուրբ Էշմիածնի ողջ հոգևորականությանը եւ բոլոր մեր եղբայրներին, հոգևոր եղբայրներին Հայաստանի սահմաններից դուրս այս առիթը օգտագործելով մեր խորը երախտիկի խոսքը եւս մեկ անգամ հայտնել, եւս մեկ անգամ բարձրաձայնել այն ամեն ինչը տարիների ընթացքում եկեղեցին մշտապես կանգնած է եղել մեր կողքին, մշտապես կանգնած է եղել յուրաքանչյուր սփյուռքահայի կողքին, յուրաքանչյուր հայաստանցու կողքին, ով ինչ-ինչ հանգամանքների բերումով հայտնվել է օտարափերում եւ մնացել է ուղակի մենակ, միայնակ իր հոգեվոր կառույցի հետ։ Իհարկե դժվար է գերագնահատել այդ մեծ հսկայածավալ գործունեությունը, որ համբերատար ձևով, խոհեմ ձևով, նվիրյալի ձևով Հայ առաքելական Սուրբ եկեղեցին տանում է օտարափերում Հայաստանի սահմաններից դուրս եւ հույս հայտնել նաեւ ինչու ոչ վստահություն, որտեղ հույսը մեզ մոտ տենց անընդհատ է, բայց պետքա վստահ լինել եւ վստահություն հայտնել, որ այս գարշելի ու զզվելի ծրագիրը իսկապես չի հաջողվելու օրվա վարչախմբին եւ տասնյակ հազարներով կանգնելու են հայ եկեղեցու կողքին, պաշտպանելու համար մեր Սուրբ Սրբոցը, պաշտպանելու համար թերևս մեր վերջին մեր ինքնության հետ կապված բաստիոնն ու ամրոցը նեցուկ լինելու եւ երբեք ու երբեք մենակ չթողնելու, ինչպես եկեղեցին մեր ամենածանր, ամենադժվարին օրերին մեզ մենակ չի թողել եւ հայրական խնամքը, հոգևոր խնամքը իր աչքը մշտապես պահել է մեզ վրա։ Շնորհակալություն եմ հայտնում Սրբազան հայր եւ ներկաներին նույնպես կներեք, եթե մի քիչ երկար ստացվեց կամ կարճ, ես շատ ուզում եմ, որ նաեւ մասնակիցները
այսպես մի քիչ ակտիվ քննարկում ծավալեն, որ չստացվի, որ միայն զեկուցումներով ենք հանդես գալիս։ Շնորհակալ եմ, պարոն Աբիտոնյան։